Գնաց ախպեր։ Լավ չի լինելու, չերազեք։ Ինչ ուներ Նիկոլը իշխանության գալու առաջին օրերին, որ չունեն ներկայիս ընդդիմադիր ու ընդդիմադիր թեկնածուները։ Ժամանակ։ Ու եթե ձեզ թվում է, թե Նիկոլը իշխանության եկավ Գյումրուց Երևան քայլելով, ուրեմն դրան նախորդող 10 տարիների ընթացքում կոմայի մեջ է եղել։ Նիկոլը 2018-ին պատրաստվել էր 10 տարի շարունակ, պատրաստվել էր հետևողականորեն, ֆինանսավորվել էր տարատեսակ ուժերի կողմից ու որ ամենակարևորն է, հակառակ ճակատից չէր ստանում համարժեք պատասխան։ Այդ ժամանակը հիմա ոչ մի քաղաքական ուժ չունի, այս տեմպերով 10 տարի հետո Հայաստանից մնալու է էս։ Դրան էլ գումարած, ինչ է անում Նիկոլը։ Շատ էլ չգնանք, որովհետև Նիկոլի ամեն օրն է քննարկելու ենթակա։ Խոսենք վերջին օրերի մասին։ Ինչ անում երկրի առաջին դեմքը, որը երկիրը ներկայացնում է միջազգային հարթակներում։ TikTok-ում այսպես վիդեոներ է նկարում։ Քաղաքական դիսկուրսը իջեցնելով դպրոցի հետևը աղջկա բազար տանելու մակարդակի։ Վախենում եմ միջև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ։ Ուժեղ տղա։ Ինտերնետ էլ ունես, հեռախոսել։ Մտի ուղիղ եթեր 2 բառ ասա ժողովրդին։ Այստեղ ես հարցեր ունեմ ոչ այնքան Նիկոլին, ինչքան Սամվել Կարապետյանի մտերիմ շրջապատին։ Այն բիզնեսմեններին, որոնք Սամվել Կարապետյանի հետ ունեն ոչ միայն գործընկերային, այլև օրինակ քավոր սանիկական կապեր։ Խելք ամեն ինչ կարգին է, չէ՞։ Կայֆա չէ, երբ ձեր կնքահորը այս լեքսիկոնով վիրավորում են։ Կամ ինչ է նշանակում դատարանով խոսքի իրավունքից զրկել մարդուն, հետո հանրային հարթակով նրան մեղադրել միջնորդների միջոցով խոսելու համար։ Այդ նույն բանն է, երբ Ալեն Սիմոնյանի թիկնապահը քաղաքացու ձեռքերից բռնեց, իսկ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու վրա։ Իսկ մայիսի 9-ի շքերթին չմասնակցելու, մայիսի 28-ին ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին մասնակցությունից հրաժարվելը, այս մարդը բաց առճակատման է գնում Ռուսաստանի հետ, ում բարեմասնություններով դեռ պարզ չի։ Բայց ինչ է այս ամեն ինչը նշանակում։ Սա կոչվում է վառած հողի քաղաքականություն։ Նախկինում սա ռազմական տերմին էր։ Առաջինը կիրառել են սկյութական ցեղերը եւ գրավելով բնակավայրը հրիչ արագ էին դարձնում։ Վերջում էլ աղցանում ու թողնում հեռանում։ Որպեսզի հետո այդտեղի բնակիչները հնարավորություն չունենային հետ վերադառնալու։ Նույնն արեց Կուտուզովը, երբ նահանջի ժամանակ այրեց Մոսկվան, որպեսզի թշնամին չկարողանա իր տնտեսական կարիքները լրացնել։ Հիմա նույնն անում է Նիկոլը։ Ուղղակի իր թշնամին մենք ենք, մենք բոլորս։ Քաղաքական դաշտում այնքան է ամեն ինչ խճճել, այնքան է քանդել ու ավիրել, որ իրենից հետո եկողը կամ չի կարողանալու, կամ շատ երկար ժամանակ է պահանջվելու նրա արածների հետևանքները մաքրելու կամ գոնե մինիմալիզացնելու համար։ Քանի որ Փաշինյանի արարքների մեծ մասը ամրագրված են միջազգային պայմանագրերով ու պարտավորություններով, իսկ դրանք կնքվում են Հայաստանի անունից, հետևաբար պահանջելու են Հայաստանի ցանկացած ղեկավարից, անկախ նրա անձից։ Այնպես որ նրանից հետո ով էլ գա, հրաշքի մի սպասեք, հրաշք չի լինելու։ Փաշինյանի արարքների հետևանքները մենք դեռ կրելու ենք մի քանի տասնամյակ շարունակ, ու դրանք մաքրելու համար շատ մեծ ջանք, աշխատանք ու համբերություն է պահանջվելու։ Էլ չասեմ, որ ընդդիմադիր դառնալու հաջորդ վայրկյանից Փաշինյանը հանգիստ չի թողնելու իշխանություններին։ Հարգելի ընդդիմադիր ջոջեր, այս ամեն ինչը գիտեք նաև դուք։ Այնպես որ զգույշ եղեք ձեր խոստումներում, քանի որ դա ձեզանից պահանջելու են իշխանության գալու հաջորդ վայրկյանից սկսած։ Ու երկնքից մանանա խոստանալու փոխարեն, ավելի լավ է անկեղծ խոսեք ձեր ընտրազանգվածի հետ, քանի որ ամենահասարակ մեջ ենք բարակապակցությունն ավելի շատ ՕԳԳ կարող է ունենալ, քան անիմաստ ու պաթետիկ պսևդոքաղաքական ելույթները։ Լավ եղեք։ Ha ha ha.